Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Հայաստանի ազգային ժողովը այսօր շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առնվազն 14 հարց, որոնցից 11-ն արդեն քննարկվել է։ Այսօր քննարկվել են նաև կիբերանվտանգության մասին օրինագծի ու դրան առնչվող օրենքներում փոփոխությունները։ Փաթեթը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Արիապետյանը, նշելով, որ կիբերհարձակումները կանխելու համար կստեղծվի թվային մարմին, որը խաղի կանոններ կսահմանի։ Նախարարը նշել է, որ խոսքը 3 հիմնական օրենքների մասին է։ Առաջինը, որից կցանկանամ սկսել, դա վերաբերում է կիբերանվտանգության մասին օրենքին։ Մենք ըստ էության գալիս ենք ոլորտը դաշտը կարգավորող մի մեծ փաթեթ, օրենսդրական փաթեթ առաջարկելու, որտեղ հիմնականում դրված է թե պետական կառավարման համակարգում եւ թե մասնավոր հատվածում կիբերանվտանգության համապատասխան միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ ներդնելու, ինչպես նաև կիբերանվտանգության ծառայությունների ներդրում իրականացնելու, համակարգի ներդրում իրականացնելու։ Պետք է նշեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության սա զգալի ներդրումներ է ենթադրում մասնավոր հատվածի համար, մենք առաջին փուլով այս նախագծով առաջարկել ենք դիտարկել սկզբում միայն կրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ընկերությունների եւ կենսական նշանակության ծառայությունների համար։ Սա նշանակում է, որ այս նախագծում մենք շարադրել ենք այն բոլոր ոլորտները, որոնք համարվում են կրիտիկական ենթակառուցվածք եւ այն բոլոր տնտեսվարողները, մասնավոր հատվածը, որոնք որ շահագործում են այդօրինակ ենթակառուցվածք, այնտեղ ներդնելու են 27001 միջազգային ստանդարտը։ Իհարկե սա ամենևին չի բացառում, որ ապագայում մենք մեր ազգային ստանդարտները ստեղծելու եւ դրանք ներդնելու խնդիր մեր առջև չենք դնում, սակայն այս փուլում համարում ենք, որ այս միջազգային ստանդարտը պետք է սահմանվի եւ կրիտիկական ենթակառուցվածքները պետք է պատշաճ կերպով պաշտպանվեն կիբերհարձակումներից եւ պատշաճ կիբերհիգիենա պիտի ապահովի այդօրինակ կրիտիկական եւ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների շուրջ։ Նախարարի խոսքով նոր մարմինը պետք է ստեղծվի ազգային ժողովի կողմից, ունենա 5 հոգանոց հանձնաժողով, հանձնաժողովի անդամները կրկին պետք է ընտրվեն խորհրդարանի կողմից, սրանով ստեղծելով ինքնավար ու ապաքաղաքական մարմին։ Կիբերպաշտպանությունը դա նույնն է, ինչ ընդհանրապես մեր երկրի ազգային անվտանգությանը վերաբերող, մեր երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ցանկացած կոմպոնենտ։ Եվ այս իմաստով բնականաբար մեզ համար կիբերանվտանգությունը, կիբերպաշտպանությունը քաղաքացիական ենթակառուցվածքների կարևորագույն առաջնահերթություն է հանդիսանում կառավարության համար։ Սրանով մենք թե այս կառույցը, որը իր բնույթով կատարելու է անվտանգային գործառնությունների կենտրոնի գործառույթներ, հապավումը սոկ, այն ըստ էության մշտական 24/7 ռեժիմով մշտադիտարկում վերահսկողությունը իրականացնելու ամբողջ պետական ապարատի թվային անվտանգության, քաղաքացիական ենթակառուցվածքների թվային հարթակների անվտանգության, ընդհանրապես սա գալիս է ձևակերպելու նոր թվային ճարտարապետություն պետական կառավարման համակարգի համար եւ մշտադիտարկման արդյունքում հենց այս մարմինն է, որ պետք է կանխի կիբերհարձակումները, իսկ արդեն իսկ տեղի ունեցած կիբերինցիդենտների հասցրած վնասները նվազագույնի պիտի փորձի հասցնել, իրականացնելով անմիջական կանխարգելիչ գործողություններ։
Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատ Սուքիասյանն էլ իր ելույթում նշել է, որ սա շատ կարևոր ու նաև ուշացած օրենք է, քանի որ այն դեռ տարիներ առաջ պետք է ընդունվեր։ Դա անընդմեջ մեզ պետք է մասնագետների ինստիտուտ է, հարթակ է, հիմիկվանից պետք է մտածենք մինչև անգամ մեր բուհերում այդ հատվածով մասնագետներ պատրաստեն, որպեսզի այդ մասնագետները լինեն լավագույնը, նախկինում Հայաստանից հեռացած այլ երկրներում աշխատող մասնագետներ ունենք, նրանց հետ էլ պետք է խորհրդակցեն, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր քրիտիկական ենթակառուցվածքները, որտեղ դրա տված վնասը շատ մեծ կլինի։ Խորհրդարանական ընդդիմությունը մտահոգված է Հայաստանում կիբեր անվտանգության հարցերով հատուկ մարմին ստեղծելու կապակցությամբ։ Ընդդիմադիր պատգամավորները մի շարք կասկածներ են հայտնել, մասնավորապես նրանց գնահատմամբ կառավարության բերած ցանկացած օրենք, նույնիսկ ամենադրական նախաձեռնությունը կարող է կամ ձախողվել, կամ այն աստիճան աղավաղվել, որ սկսի ծառայել իշխանության, այլ ոչ թե հասարակության շահերին։ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ձեռնպահ են քվեարկելու, իսկ եթե իրենց առաջարկները տեղ գտնեն փաթեթում, երկրորդ ընթերցման ժամանակ կմտածեն ինչպես քվեարկել։ Մխիթար Հայրապետյանը հիշեցրել է ընդդիմությանը, թե ինչեր են եղել ազգային ժողովի շենքում, կառավարության հանձնառությունն է պաշտպանել օրենսդիրների ֆիզիկական անվտանգությունը։ Կառավարության հանձնառությունն է պաշտպանել իր նաև օրենսդիրների ֆիզիկական անվտանգությունը, որպեսզի երբևէ ապագայում նոր այլ ռոմանտիկների խմբեր չլինեն եւ չսպառնան նաև ֆիզիկական անվտանգությանը կամ օրինակ 100 կամ մի քանի 100 մահապարտներ չլինեն, որ արկածախնդրություն փնտրեն այս շենքի տարածքում։ Թեմայի շուրջ այս պահին զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր այս օրենքով համազեկուցող Լիլի Մինասյանի հետ։ Տիկին Մինասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Եվ այսպես Տիկին Մինասյան, մինչ իշխանությունը կարևորում է այս նախաձեռնության կյանքի կոչումը, ընդդիմությունը թեև այսպես կոչ չի քննադատում, բայց վերապահումներ ունի, որովհետև ըստ նրա խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը, ցանկացած նախաձեռնություն, նույնիսկ ամենադրականը, եթե իշխանությունն է ներկայացնում, հնարավոր է հետո շատ կոնկրետ իր համար, իր շահերի համար ծառայեցնի։ Նախ եւ առաջ ինչ փոփոխությունների փաթեթ ունենք եւ ձեր գնահատականը առհասարակ նաեւ ընդդիմությանը որ փաստորեն ձեռնպահ որոշեց քվեարկել, բայց եթե նրանց առաջարկությունները տեղ գտնեն փաթեթում, ապա երկրորդ ընթերցման ժամանակ կմտածեն, համեցեք։ Շնորհակալ եմ հարցերի համար, նախ ընդդիմությանը չի ուզենա մանավանդես օրենքի շրջանակում անդրադառնալ, որ փոքր մասնագիտական կամ գոնե օրենքի ամբողջությամբ ընթերցած պետք է լինեն այն ելույթները, որ տեղի են ունեցել այսօր ազգային ժողովում, ընդհանրապես կապ ունեն այս փաթեթի հետ, առնվազն ազգային ժողովի տեսախցիկների արտահոսքի մասին խոսելով, այս օրենքի կիրառման առարկան չեն այդ մանավանդ երբ որ քրեական գործի նյութ է հանդիսացել այն տեսանյութը, որի մասին խոսում էր օրինակ Տեր-Ղան Մանուկյանը, որովհետև օրենքը կառավարելու է պետական եւ հանրային տեղեկությունների պաշտպանվածությունը, ապահովելու է կիբերանվտանգության միջավայր հանրային տեղեկությունների պահպանման համար։ Ես իմ ելույթում հանրային տեղեկություններ ասվածը բացեցի եւ քաղաքացիների համար բարձ դարձավ, որ դրանք այն տեղեկատվությունը, որը դիապետում է պետական մարմինները, յուրաքանչյուրի իր մասով դիապետում է քաղաքացու մասին։ Եվ այդ տեղեկատվությունը օգտագործում է պետական ապարատը իր մեջ, օրինակ, չգիտեմ, խոցնպաստներ տրամադրելու, առողջապահության ոլորտում որոշակի լգոտաներ տրամադրելու կամ ցանկացած մարդը գնում է անձնագիր հանելու տեղեկատվությունը, որը դիապետում է բնակչության պետական ռեգիստրը, այդ տեղեկատվությունը ստանում է, տեղափոխում է այլ անձնագրային վարչություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս մարմինը մի կուզեմ առանձնացնել նախ 3 կարևորագույն նոր օրենքից է բաղկացած, որոնք որ այսպես ասած զրոյից են գրվել։ Առաջինը հենց այդ լիազոր մարմնի ստեղծումն է, որը իրենից ենթադրում է անկախ ինքնավար մարմին, որը ստեղծվելու ազգային ժողովի կողմից, այսինքն կառավարությունը առաջարկելու է թեկնածուներ, թեկնածուների հստակ կարգը նշված է թե ինչ մասնագիտացում պետք է ունենան, ինչ
տեղեկատվության պետք է տիրապետեն, ինչ ստաժ պետք է ունենան եւ ազգային ժողովը ըստ այդմ այդ մարմնի հանձնաժողովի անդամներ են ընտրելու։ Մարմինը բաղկացած է լինելու եւ իմ հորդորն է նաեւ, որ միայն քաղաքացիության կամ պետծառայության աշխատակիցներ չլինեն, լինեն հստակ մասնագետներ կիբերանվտանգության, որովհետեւ գիտեք, որ պետական ապարատում կա հստակ աշխատանքի անցնելու ստաժի գրադացիա եւ այդ գրադացիային կարող են չտիրապետել կոնկրետ մասնագետները, իսկ IT ոլորտը մի փոքր լայն ոլորտ է կոնկրետ մասնագիտություն ունեցող մարդ գտնելու համար։ Մարմինը ունենալու է լայն լիազորություններ ամբողջ պետական ապարատում թե թվայնացման գործընթացի վերահսկման, թվայնացված ծառայությունների ստանդարտների ներմուծման, հստակ ճարտարապետություն թե տվյալները ինչպիսին պետք է լինեն, ինչպես պետք է պահվեն, այդ տվյալները ինչպես կարող են փոխանցվել իրար մեջ եւ ընդհանուր մի ամբողջ թվայնացման գործընթացը մարմնի լիազորության ներքո է լինելու։ Ինչու՞ չէ նաև մարմինը 24-ժամյա ռեժիմով իրականացնելու է կիբերանվտանգության կիբերհարձակումների մոնիթորինգ։ Եվ դա չի իրականացնելու միայն պետական մարմինների կամ հանրային տեղեկություն պարունակող մարմինների միջև, այլ նաև կան քրիտիկական նշանակության ոլորտներ։ Այդ քրիտիկական նշանակության ոլորտներում ցանկացած ենթակառուցվածք, օրինակ, արտադրության ոլորտն է, ֆինանսական ոլորտն է, առողջապահության ոլորտն է, կոնկրետ ոլորտներում չափով թե ինչ ծավալի ենթակառուցվածք է, այսինքն օրինակ եթե արտադրություն է, արդյոք դա Հայաստանի Հանրապետության ամբողջ պետության համար քրիտիկական նշանակության ենթակառուցվածք է եւ այդ չափով տվյալ մասնավոր ընկերությունները պետք է ունենան կիբերանվտանգության բաժին կամ կիբերանվտանգության մասնագետներ, որոնք աուդիտի են ենթարկվելու տվյալ մարմնի կողմից եւ ամենից մեջ ունենալու են կիբերսպառնալիքների դեմ ուղղված միջոցառումներ, ինչու՞ չէ նաև այդ մոնիթորինգի արդյունքում շատ հնարավոր կիբերհարձակումներից կամ հնարավոր է հետ կանգնել եւ ռիսկային գոտուց հայտնվել մի քիչ ավելի քիչ ռիսկային գոտի։ Իհարկե մեր գործընկերները նաև նշեցին, որ թվայնացման գործընթացը նաև իր հետ նոր ռիսկեր է բերում, որտեղ թվային աշխարհում ավելի շատ են, ինչքան ավելի շատ են զարգանում տեխնոլոգիաները, այնքան ավելի շատ են մեծանում կիբերհարձակումների ռիսկերը, բայց ընդհանրապես ունենալ նման կարգավորում եւ նոր լինել աշխարհում, այս թվային աշխարհում, այս ոլորտում բավականին քնչահարույց է Հայաստանի Հանրապետության համար եւ ես նշանավորում եմ այս օրենքի ընդունումը եւ հետագայում նաեւ մարմնի ստեղծումը, թվայնացման գործընթացների արագացումը, որովհետեւ դա շատ մեծ մակրո մակարդակի հետևանքներ է բերելու մեր տնտեսության զարգացման վրա։ Պարոն Հարապետյանը նաեւ նշեց, ներողություն ավարտեցի, Հարապետյանը նշեց նաեւ, որ օրինակ նախորդ տարիների ընթացքում հաշվարկի արվել եւ 1.3 տրիլիոն դրամի ռիսկ կարող էր գեներացվել կիբերհարձակումների միջոցով, իսկ այս նախաձեռնությամբ մենք այդ ռիսկը տնտեսվարողների մասին ենք խոսում, ոչ թե պետական ապարատի, այս նախաձեռնությամբ այդ ռիսկը նվազեցնում ենք եւ յուրաքանչյուր մասնավոր ընկերություն ինքը իր մասով ունենալով ներդրում անելով կիբերպաշտպանության մեջ կարող է նաեւ նվազեցնել այն կորուստները ֆինանսական, որ հետագայում կարող է կրել առանց այս կարգավորման։ Ըստ էության մենք այս օրինագիծը բերելով նպատակ ունենք իսկապես ամբողջությամբ այդ ռիսկերի գործոնը նվազեցնել եւ չեզոքացնել։ Այո, եւ ոչ միայն ռիսկերի գործոնը, ես նաեւ շատ մանրակրկիտ ներկայացրել եմ ինչ օգուտներ է տալու այս նախագիծը։ Մենք եթե խոսում ենք կիբերհարձակումների մասին, որոնք այս շրջանում գիտեք, որ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից ֆինանսական ոլորտում բավականին շատ են եղել, եթե դա դնենք մի կողմ եւ ասենք այս մարմինը ստեղծելով կամ այս օրենքը ընդունելով հետո հետագայում շատ ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունվեն բնականաբար ստանդարտներին համապատասխանություն պետք է լինի մարմինները պետք է թվայնացված տվյալները ավելի պաշտպանված հարթակներում ապային տիրույթներում պահեն այդ ապային տիրույթները պետք է ինքնին պաշտպանություն ունենան մեծ ճարտարապետություն է գծվելու ընդհանուր ամբողջ պետական ապարատում տվյալների պաշտպանության համար Եվ ամենակարևորը նաև հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի քաղաքացին բաց հարթակում հնարավորություն ունենա ինքը իր նույնականացված տվյալներով մուտք գործելով տեսնի, թե որ մարմինը, որ մարմնից ինչ հարցում է կատարել իր տվյալներից ու երբ։ Ու այդ թափանցիկությունն է նաև ապահովելու այս մարմնի գործունեությունը։
Եվ շատ այլ օգուտներ կան այս նախագծով, ուղղակի իրանք երկարաժամկետ պլանում են իհայտ գալու, առաջինը քաղաքացու ժամանակի եւ ֆինանսի խնայումը, որտեղ պետական մի մարմնից պետք չի վազի մյուս մարմին կամ մյուս մարմնից այլ մարմին իր ամենապրիմիտիվ անձնագիր հանելու կամ, չգիտեմ, ԶԱԳՍ-ից թուղթ վերցնելու կամ այլ մարմնից ինչ-որ սոցնպաստ վերցնելու վրա, ինքը դա անելու այդ ֆայնանսված տիրություն շատ արագ, շատ հեշտ, առանց որից այլ մարմնից այլ մարմին վազելու եւ մի անգամ հետեւյալ տալու պետությանը, իսկ պետությունը հետո այլ մարմինների միջև հասանելիություն է ստեղծելու։ Այս էֆեկտը մենք զգալու ենք երկարաժամկետ պլանում, որտեղ քաղաքացին այդքան ժամանակ ու այդքան ֆինանս է ծախսում մենակ մի գործառույթի վրա, իսկ դրա նվազեցումը եւ կրճատումը շատ մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու նաեւ տնտեսության վրա։ Ինչու՞ չէ նաեւ ներդրումային միջավայրը շեշտել եմ, որ Հայաստանը գնահատվում է նաեւ այս կիբերպաշտպանվածության գծով համաշխարհային բանկի զեկույցներում եւ մենք դեռևս գտնում ենք թիրախավորված հատվածում, թիրախային գոտում եւ կարծում եմ այս օրենքի ընդունումը մեզ ինքնին արդեն ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություն է տալու նաեւ այն մասով, որ այն պոլիտիկական ենթակառուցվածքները, այն պոլիտիկական նշանակության ոլորտները, որոնք խորհրդված են, դրանք ներդրումային ոլորտի համար բավականին բարենպաստ ոլորտներ են եւ բնականաբար ցանկացած օտարերկրյա ներդրողի համար ավելի կարեւոր է, որ դա ոլորտը պաշտպանված է պետության կողմից։ Տիկին Մինասյան, դուք պրոֆեսիոնալ կադրերի նաև գործոնը նշեցիք, ոլորտում կան այդ կադրերը, տեսանելի են արդյոք, որպեսզի այս օրենքն էլ շատ ավելի ուրեմն կիրառելի լինի, այս ուղղությամբ աշխատանքները պրոֆեսիոնալ մակարդակի վրա կատարվեն, թե չէ օրենք գրելը մի բան է, բայց այն կիրարկելը բոլորովին այլ։ Ես ուզում գաղտնիք բացել, որ օրենքը գրվել է նաև պրոֆեսիոնալների կողմից։ Ես անձամբ ներգրաված եմ եղել շատ թվային գործընթացներում, թվայնացման ընթացքում, ամբողջ ընթացքում ցանկացած մարմնի թվայնացման գործիք ստեղծելուց ես շատ խորությամբ ուսումնասիրել եմ այդ գործիքի համապատասխանությունը այն ճարտարապետությանը, որը կառավարությունը որդեգրել է, եւ նաեւ գիտեմ մասնագետների, որոնք որ բավականին աճ ներդրում ունեն այս ոլորտում։ Բացի դրանից, իհարկե Հայաստանի Հանրապետությունը կիբերգծով մասնագետների, որ ասեմ, IT ոլորտի մասնագետներ շատ ունենք, բայց կիբերգծով մասնագետներ նույնքան շատ կարող ենք ունենալ, կստեմ, բայց նաև այս նախաձեռնությամբ խթան ենք հանդիսանելու, որպեսզի թե կրթական հաստատությունները, թե մասնավորը, թե մասնագետները արդեն իրենց ուղղվածությունները ուղղեն նաև կիբերպաշտպանության ոլորտ, որովհետև գիտեք, որ օրենքի պահանջ է, որ մասնավոր ընկերությունները պետք է ունենան այդ կիբերպաշտպանվածությունը եւ ունենան կիբեր մոնիթորինգ իրականացնող կիբերբաժիններ, առանձին ենթակառուցվածք իրենց տնտեսության մեջ ստեղծեն կիբերպաշտպանվածության համար եւ նոր խթան է հանդիսանելու այս օրենքը նոր մասնագետների ստեղծման համար։ Բայց այժմ կոնկրետ լիազոր մարմնի ստեղծման համար ես վստահ եմ Հայաստանի Հանրապետությունում կան բավական բավարար չափով մասնագետներ տվյալ մարմնում աշխատանքի անցնելու համար։ Մենք ընդհանրապես մի քիչ IT ոլորտը, տեխնիկական ոլորտը եւ շատ ավելի գիտելիք է պահանջում հասկանալու համար մանրուքները, բայց այն մարդիկ կամ այն մասնագետներ, ովքեր տիրապետում են ոլորտին, շատ սերտ համագործակցություն ունեցել նաեւ նախարարության հետ այս օրենքի մշակման մասով եւ նաեւ ֆայնանսման գործակալության հետ ֆայնանսման խորհրդում քննարկվել երկար այս օրենքը բավականին երկար աշխատանք է կատարվել ու ծավալուն փաթեթ է խորհուրդ կտամ ցանկացողներին ուսումնասիրել եւ հնարավոր առաջարկների կամ թերացումներ գտնելու պարագայում դիմել թե մեզ թե բացակայ տեխնոլոգիաների նախարարությանը եւ մենք պատրաստ ենք քննարկումներ իրականացնել նաեւ այս փոքր այս մասով անդրադառնամ ընդդիմության առաջարկներին Եվ որքանով են դրանք հնարավոր, որ կընդգրկվեն ու երկրորդ ընթերցմամբ կակնկալեք նաև նրանց այսպես կողմ քվեարկելը։ Իրականում հարցն այն է, որ ոչ մասնագիտական քննարկում է տեղի ունենում եւ ոչ մասնագետները առաջարկներ էին անում օրենքի շուրջ, որոնք որ իրավական տեխնիկայի հետ կապ ունեն։ Իսկ այս օրենքը իրավական տեխնիկայի մասին չէ։ Պարոն Մինասյանը ասում է տվյալ լիազոր մարմնի Մարզաժողովի անդամի ընտրության բաները, պայմանները նշել եք աշխատանքային փորձ, այսինչ ոլորտում եւ այլ տեղեկատվական
տեխնոլոգիաների հետ առնչվող ոլորտներում, սա ասում է շատ իրավական անորոշության առարկա է, իսկ ազգային ժողովի պատգամավորը պետք է մի քիչ որոշակիություն ունենա ընտրության հարցում։ Ես կարծում եմ դժվար է լինելու օրինակ ազգային ժողովում ունենալով քիչ մարդկանց, ովքեր ոլորտից մանրակրկիտ տեղակ են, հասկանալու այդ մարդը իրապես կիբերամտանության մասնագետ է, թե ոչ։ Շատ IT ոլորտի մասնագետներ անգամ դժվար կարողանան պատկերացնել կիբերամտանության մասնագետ է, թե ոչ, կամ լավ մասնագետ է, թե ոչ։ Այս հարցում ես մի փոքր վերապահումով կնայեմ ընդդիմության առաջարկներին, ես կուզեի, որ ընդդիմությունը մի քիչ ավելի փորձագիտական կարծիքի վրա հիմնվեր եւ փորձագիտական կարծիք վերցներ օրինակ այլ ընկերություններից եւ իր առաջարկների մեջ դերտեղեր նման առաջարկներ։ Ես կարծում եմ ուղղակի զուտ ընդդիմությունը դեմ լինելու համար դեմ էր կամ ձեռնպահ լինելու համար ձեռնպահ էր, այսինքն այս մարդիկ իրապես օրենքը կարդալուց չեն կարող այնպիսի սխալներ կամ առաջարկներին ինձ բույլ ներկայացնեն, որ մենք էլ ասենք, չգիտեք, դուք սխալ եք կամ հակառակը իրենք ասեն, դուք սխալ եք, մենք ճիշտ ենք, մասնագիտացված քննարկում չկար այս մասով, մենակ մի առաջարկ կար, որ պարոն Հարապետյանը ասեց, ընդունելի է, դա հենց հանձնաժողովի անդամների խոտավորման առաջարկն է, որ մենք կառավարությունը հնարավորություն չունենա ներկայացնելու, այլ նաև խմբակցությունները կամ այլ մարդիկ կարողանան հանձնաժողովի անդամի թեկնածու առաջարկեն, դա իրենց գործելավոճով զուտ պաշտոնի կամ իրենց դերը ինչ որտեղ նշանավորելու համար է, այդ առաջարկը ընդունելի է եւ քննարկելի է մեր համար, իսկ մնացած առաջարկները շատ ոչ տեխնիկական էին, իսկ մի այլ գործընկերոջ ելույթ ընդհանրապես կապ չուներ այս օրենքի հետ, որ չի կարգավորում այս օրենքի հետ ոլորտը, այսինքն գաղտնի տեղեկատվությունները չի կարգավորում, քննչական գործողություններում տեղի գտած տեղեկատվությունները չի կարգավորում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, հետախուզության ծառայության տվյալների պաշտպանությամբ չի զբաղվելու եւ չի իրապետելու։ Սա խոսքը գնում է հանրային տեղեկությունների եւ քաղաքացուն վերաբերելի եւ նաեւ պետական մարմիններում առնչություն ունեցող տեղեկությունների մասին։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։